Հարկադիր կատարողական ծառայության կողմից հետախուզվող անձինք չեն կարողանա հատել երկրի սահմանը, քանի դեռ հետախուզվող պարտապանները չեն ստացել իրենց ուղղված համապատասխան փաստաթղթերը։ Անձի հետախուզում կարող է իրականացվել, երբ կատարողական վարույթով անհրաժեշտ է ապահովել պարտապանի մասնակցությունը։ Օրենքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։ Կատարողական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարվող փոփոխությունները նախատեսում են բացառապես իրազեկման գործողություններ։ Հետախուզումը քրեական հետևանք չի ունենալու։ Հարկադիր կատարողական ծառայության մամուլի քարտուղար Վարդուհի Պետրոսյանն է մանրամասնել նոր օրենքի կարգավորումների մասին։ Հետախուզման նպատակը միայն անձին այդ մասին տեղեկացնող փաստաթղթեր համբերն է։ Այս համատեքստում ներդրվել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող պարտապանի ելքի արգելքի հնարավորություն, որը միայն հետախուզվող պարտապանի ներկայությամբ ապահովելու եւ նրան ուղղված փաստաթղթերը հանձնելու նպատակ ունի։ Չի հետապնդում որևէ այլ նպատակ։ Իսկ ինչ անել, եթե երկրի սահմանը հատելու պահին է քաղաքացին իմացել, որ հարկադիր կատարողական ծառայությունն իր նկատմամբ կատարողական վարույթ է նախաձեռնել։ Նոր օրենքը նաև դա է կարգավորելու։ Եվ հետախուզումը, եւ երկրի արգելքը անհապաղ ենթակա է վերացման, երբ հետախուզվող անձը կներկայանա իր կատարողական վարույթ իրականացնող հարկադիր կատարողին, անհրաժեշտ փաստաթղթերը եւ իր նկատառությունները, որոշումները եւ այլ փաստաթղթեր, եւ այդ հիմքով իր նկատմամբ հայտարարված հետախուզումը կվերանա։ Պետրոսյանն ասում է, մեկ այլ կարևոր հանգամանք էլ կա։ Անձի դեմ հետախուզում կարող է հայտարարել բացառապես դատարանը, ընդ որում բոլոր պարտապանների նկատմամբ չէ, որ կատարվելու է հետախուզում։ Դատարանը կարող է նաև չբավարարել հարկադիր կատարողի միջնորդությունը։ Անձի նկատմամբ հայտարարվող հետախուզումը գործող օրենքի համաձայն, եթե հիմա արվում է հարկադիր կատարողի որոշմամբ, այդ դեպքում հունվարի 1-ից հետո դա կրելու է իրականացվելու է բացառապես հարկադիր կատարողի միջնորդությամբ եւ դատարանի Այսինքն նոր օրենքը նախատեսում է բավականին գործուն մեխանիզմներ այս հետախուզման ինստիտուտի կայացման եւ կիրառելիության անհրաժեշտ ապահովման համար։ Անձի նկատմամբ հետախուզումը դադարեցվում է անմիջապես համապատասխան փաստաթղթեր ստանալուց եւ իրազեկվելուց հետո, ինչից հետո նա կարող է հատել Հայաստանի սահմանը։ Հետախուզումը դադարեցվելու է, սակայն կատարողական գործողությունները շարունակվելու են։ Խնդիրներ կարող են առաջանալ միայն այն դեպքում, երբ քաղաքացին Հայաստանի Հանրապետության օրենքի հետ խնդիր ունենա։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։